1917 թվական Թիվլիս Սոլոլակ թաղամասի սրճարանում եռուզեռ էր, երբ ներս մտան զորավար Անդրանիկն ու իր թիկնապահ, նշանավոր գրող Վահան Թոթովենցը, բոլորը հարգանքով լռեցին, իսկ զորավարի վաղեմի բարեկամը Ռոստոմ Զորյանը առաջ եկավ և ողջագուրվեց, բայց այդ պահին կողքի սեղանից լսվեց արդեն գինովցած Շիրվանզադեի ձայնը. «Հը, զորավար, փրկեցիր Արևմտյան Հայաստանը»։ Հետևեց Անդրանիկի շառաչուն ապտակը և Շիրվանզադեն հայտնվեց հատակին։ «Ներող եղիր, զորավար, գինով է»։ Անդրանիկին դիմեց Շիրվանզադեի մորաքրոջ տղան, նշանավոր դերասան Հովհաննես Աբելյանը, և իր հուժկու բազուկներով դուրս բերեց գրողին։ Ուրիշ աղբյուրների համաձայն զորավարի ապտակի պատճառն այլ էր։ Շիրվանզադեն կոպիտ արտահայտություն էր իրեն թույլ տվել, նշելով. «Ինչու թուրքերը չսպանեցին բոլոր թրքահայերը»։ Այս պատմությունից հայտնի է նաև, որ անախորժությունը հարթելու համար Շիրվանզադեն դիմել է Հովհաննես Թումանյանին, իր նամակներից մեկում նա գրել է. «Հովհաննես, այս տխուր պատմության մեջ ինձ համար ամենացավալին կլինի այն, եթե ինձ ճանաչող մարդիկ գեթ մի վայրկյան հավատան, որ ես ընդունակ եմ իմ թրքահայ եղբայրներին վիրավորելու»։ Անդրադառնալով այս պատմությանը Շիրվանզադեն նշել է, որ ընդհարումը տեղի է ունեցել իր չհասկացված արտահայտության պատճառով։ Այսչեք հետագայում զորավարն ու Շիրվանզադեն հաշտվեցին։ Այս մասին հիշատակումներ չկան։